Դատարան է հասել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված 5-րդ քրեական գործը։ Այս անգամ 72-ամյա Սերժ Սարգսյանը մեղադրվում է Գյումրիի Սևբերդն ապօրինի օտարելու համար։ Երբ որ քրեական գործը քրեական մեղադրանքի մասին չէ, այլ պետական մարմնի գործունեության կամայական գնահատականների, այդտեղ քիչ բան կա ասելու։ 21 տարվա վաղեմության գործարքը քննելու է դատավոր Սարգիս Պետրոսյանը, նա նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավորն է։ Ըստ իրավապահների 2005 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը չարաշահել է իշխանական ու ծառայողական լիազորությունները, երբ օտարել է ամրոցն ու հարակից հողատարածքը։ Դա ըստ քննիչների էական վնաս է պատճառել պետության շահերին ու ծանր հետևանքներ առաջացրել։ 19-րդ դարի ամրոցը 1995 թվականից եղել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, իսկ 2004 թվականից ընդգրկվել է Շիրակի մարզի Պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում։ Մեկ տարի անց ըստ իրավապահների Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ուղղակի վաճառքով օտարել է հուշարձանը, այն դեպքում, երբ դրա օտարումը չէր թույլատրվում։ Դատախազ Սաշիկ Ավետիսյանի խոսքով կառավարությունը թույլատրել էր օտարել միայն Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող հողատարածքը, բայց ոչ Սևբերդը։ Կառավարության 2005 թվականի հունվար ամսվա եւ մարտ ամսվա համապատասխան որոշումներով թույլատրվել է Պաշտպանության նախարարությանը իդեմս Սերժ Սարգսյանի ուղղակի վաճառքի եղանակով օտարել Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքով հատկացված հողատարածքները։ Այստեղ նշանակալին այն է, որ հողատարածքներն է թույլատրել։ Նախկին նախագահի փաստաբան Արամ Մակինյանը մինչդեռ վստահ է, որ այս մեղադրանքը դատարանում կփլուզվի։ Այդտեղ շատ ակնհայտ կտեսնեք, որ հերթական անգամ վարչական մարմնի վարչական գործունեությունը փաթեթավորվել է քրեական շղարշով, ավելացնելու այլ բան չունեմ։ Սարգսյանի դեմ հարուցված մյուս 4 գործերը ևս վերաբերում են նրա կամ նախագահության կամ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին։ Գործերից մեկով, որ վերաբերում էր դիզվառելիքի յուրացմանը, նա արդարացվել է։ Ինչ վերաբերում է Սևբերդին, ապա 2005 թվականին այն մոտ 23 միլիոն դրամով գնել է ռուսաստանցի գործարար Հայկ Հայրապետյանը։ 2012-ին նրա մահից հետո վաճառվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին։ Պատմական ամրոցի օտարմամբ իրավապահները սկսել էին հետաքրքրվել դեռ 2020 թվականից։ 6 տարի առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ազատության հետ զրույցում պնդել էր, թե ինքը մտահոգվելու առիթ չունի եւ քիչ հավանական էր համարել, թե ամրոցն իր ընտանիքից կվերցնեն։ Ես ճիշտ ասած, ես գնահատական չտամ, չեմ կարծում, որովհետեւ չի կարող այդպես լինել։ Դուք հասկանում եք, այդ դեպքում ամեն ինչ կարող են ասել, որ այս պետությունն է։ Բարեխիղճ ձեռք բերողին ոնց կարող են ասել, թե գիտես ինչ կա, հիմա վաճառել են, մարդը գնել է։ Ասում եմ, խնդրում են, որ գնեն։ Լավ, ընդունենք դա չէ, այլ բան է։ Մարդը գնել է, բարեխիղճ ձեռք բերող։ Դրա համար օրենսդրություն կա։ 6 տարի անց հարուցված քրեական նոր վարույթից հետո հնարավոր է Սևբերդը վերադարձվի պետությանը։ Բալասանյանների փաստաբան Տիգրան Գրիգորյանը բացառեց, քանի որ ինչպես պնդեց, նրանք բարեխիղճ գնորդ են։ Արդեն որպես բարեխիղճ գնորդ Բալասանյան ընտանիքը որ ձեռք է բերել, որովհետեւ առնչություն չունի, իրավաբանորեն էլ չի կարող ունենալ։ Այս վարույթով որպես գնորդ հնարավոր է Բալասանյանները որպես կողմ ներգրավվեն։ Իհարկե բացառում է, որովհետեւ Սերժ Սարգսյան պաշտպանատար անձի գործողությունների հետ Բալասանյանը որևիցե առնչություն չի ունեցել։ Խոսք գնում է 2005 թվականին ինչ որ վաճառքի մասին ֆիզիկական անձին Բալասանյանը որևիցե առնչություն չի ունեցել դրա հետ։ Հա, հիմա տարիներ հետո երրորդ անձից երբ որ Բալասանյանը գնել է, սովորական ոնց որ մենք բոլորս մի հատ ինչ որ անշարժ գույք գնենք, հա, նման գործարք է եղել, որը որևիցե սահմանափակում չի ունեցել։ Հետևաբար այդ քրեական վարույթի հետ Բալասանյանը որևիցե կապ չունի։
Ինքը Սամվել Բալասանյանը մեղադրյալ է Սևբերդին հարակից այլ հողատարածքների ապօրինի օտարման համար։ Նախկին քաղաքապետին ձերբակալելու որոշում կա նա 2024 թվականից Միացյալ Նահանգներում է, 2025-ից հետախուզվում է։ Մինչդեռ փաստաբան Տիգրան Գրիգորյանը շարունակում է պնդել, թե Բալասանյանը նախաքննությունից չի թաքնվում։ Բուժման մեջ է արտերկրում է գտնվում։ Դե երբ որ ապակինվի իհարկե կվերադառնա։ Այս գործով անցնում է նաև Սամվել Բալասանյանի կրտսեր որդին։ Հենց այս վարույթից հետո 2024 թվականի աշնանը Բալասանյան դաշինքը հրաժարվեց Գյումրիի կառավարումից։